Մեր այսօրվա դասը HTML-ի թեգերի նկարագիրն է։ Այսօրվա դասի թեմաներն են tables, ահյուսակներ, HTML-ի արտաքին տեսքը, div և span, ֆորմաներ, iframeներ, URL encoding, URL կոդավորում։ Խոսենք նաև աղյուսակների մասին, որոնք սահմանվում են table թեգով և աղյուսակները բաժանվում են տողերի tr թեգով, որը հապավում է table row-ից։ Տողերը բաժանվում են տվյալների բջիջների td թեգով։ Տողերը նույնպես կարող են բաժանվել վերնագրերի th թեգով։ td էլեմենտը տվյալների կոնտեյներ է աղյուսակներում։ CSS-ով սահմանագծեր ավելացնելու համար օգտագործում է border հատկությունը style border make pixel solid black։ Նախքան CSS-ի ստեղծումը, HTML-ի table էլեմենտները հաճախ օգտագործվում էին որպես edge-ի տեսք տալու մեթոդ։ Այդ օգտագործումն ընդունելի չի սկսած HTML4-ից։ Table էլեմենտը չպետք է օգտագործվի ձևավորման նպատակով։ Մենք կարող ենք վերադառնալ մեր HTML անունով ֆայլին և որոշակի table նկարել։ Ահա մեր HTML անունով ֆայլը, որի մեջ փոքրիկ table է գրված, խնդրեմ, և մենք կարող ենք վերադառնալ մեր բրաուզերի պատուհանին և տեսնել նրա պատկերը, խնդրեմ, նորից գնանք մեր ֆայլին վերադառնանք և փորձենք մեր, ինչպես նշված է սլայդում, որոշակի ստայլ տալ։ Եվ այստեղ մեր tr-ին և td-ին գտանք հետևյալ ստայլը border, երկու կետ, պիքսելը 1 պիքսել, որից հետո solid և գույնը black։ Որից հետո կսեյվենք, ներեցեք, վերադառնանք մեր բրաուզերի պատուհանին և կտեսնենք աղյուսակը։ Այժմ վերադառնանք նորից մեր սլայդներին և խոսենք div-ի ու span-ի մասին։ Նշենք, որ div թեգը սահմանում է բաժանում կամ բաժին է HTML փաստաթղթում։ Div թեգը օգտագործվում է բլոկային էլեմենտները խմբավորելու և դրանք CSS-ով ֆորմատավորելու համար։ Div սահմանում է հատված փաստաթղթում բլոկային ձևաչափով։ Լռելիամբ բրաուզերները տեղադրում են նոր տող div էլեմենտից առաջ և հետո, սակայն դա կարող է փոխվել CSS-ի միջոցով։ Align ատրիբուտը չի սպասարկվում HTML5-ում։ Իսկ հաջորդ span թեգը օգտագործում է խմբավորելու inline էլեմենտները փաստաթղթում։ Երբ տեքստը վերցնում ենք span էլեմենտի մեջ, ապա կարող ենք այն ձևափոխել CSS-ով կամ կառավարել JavaScript-ով։ Ահա span էլեմենտի օգտագործման օրինակ, նշված է այստեղ։ Մենք կարող ենք մեր ֆայլի մեջ ավելացնել համապատասխան տողը։ Սեյվենք համապատասխան փոփոխությունը։ Սա է մեր բրաուզերը և տեսնենք ինֆորմացիան։ Իսկ եթե մենք վերադառնանք նորից այստեղ և մեր span-ը փոխարինենք div-ով, որից հետո նորից սեյվենք և վերադառնանք մեր բրաուզերին, կտեսնենք, որ այս դեպքում span-ը իջավ ներքև, քանի որ ինչպես նշված էր սլայդում, div-ը դա բլոկ էլեմենտ է։ Խոսենք նաև HTML ֆորմերի մասին։ HTML ֆորմերն օգտագործում են սերվերին ինֆորմացիա փոխանցելու համար։ Ֆորմերը կարող են պարունակել մուտքագրման input էլեմենտներ, ինչպիսիք են text file, checkbox, radio բութոն, submit բութոն և այլն։ Ֆորմը կարող է նույնպես պարունակել input բութոն, option, select, text area, font, set, length, label էլեմենտներ։
Ահա մեր HTML անունով ֆայլը, որի մեջ ես ավելացրեցի մեր տեքստ վրաները եւ այժմ վերադառնանք բրաուզերի պատուհան եւ տեսնենք համապատասխանաբար մեր 3 տեքստ վրաները։ Հաջորդ թեգը, որի մասին մենք խոսենք, դա button tag-ն է։ Այս թեգը սահմանում է կոճակ եւ մենք կարող ենք տեղադրել content, ինչպիսիքն է տեքստը կամ նկարը։ Անհրաժեշտ է միշտ սահմանել type ատրիբուտը։ Տարբեր բրաուզերներ օգտագործում են տարբեր լռելային type-եր։ Ահա նրա օգտագործման սինտաքսը, այն բացվող եւ փակվող թեգ է։ Այս թեգի ատրիբուտները կարող եք դիտել։ Նշենք, որ type ատրիբուտը սահմանում է նրա տիպը։ Ֆորմում button-ը եւ նրա արժեքը փոխանցվում է միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է որպես submit։ Հաջորդ էլեմենտը, որի մասին մենք կխոսենք, դա select էլեմենտն է։ Այս էլեմենտը ստեղծում է ներքև բացվող ցանկ։ Option tag-երը select էլեմենտի մեջ սահմանում են հնարավոր տարբերակները ցանկում։ Option tag-ը կարող է օգտագործվել առանց որևէ ատրիբուտի, բայց հաճախ անհրաժեշտ է լինում օգտագործել value ատրիբուտը, որը մատնանշում է այն արժեքը, որը կուղարկվի սերվերին։ Կա նաև opt group-ը, որն օգտագործվում է drop-down ցանկում կապակցված տարբերակները խմբավորելու համար։ Size ատրիբուտը սահմանում է երևացող օպշնների քանակը։ Ահա ստորև նշված է select-ի օրինակ։ Ահա select-ի սլայդում նշված օրինակը ես ավելացրեցի մեր HTML անունով ֆայլին եւ համապատասխան փոփոխությունը սեյվելուց հետո առաջարկում եմ վերադառնալ մեր բրաուզերին եւ տեսնել համապատասխան select-ը yes եւ no արժեքներով։ Խնդրեմ, yes եւ no։ Այժմ մենք խոսենք fill set tag-ի մասին, որը օգտագործվում է ֆորմում կապակցված էլեմենտները խմբավորելու համար։ Այս tag-ը նկարում է ուրվագիծ էլեմենտների շուրջը, իսկ label tag-ը սահմանում է նշում input էլեմենտի համար։ Label էլեմենտը չի տրամադրում ոչ մի հատուկ բան օգտագործողի համար, սակայն այն ապահովում է օգտագործման հարմարավետություն, բարելավում մկնիկով օգտագործողների համար, որովհետև երբ օգտագործողը սեղմում է label էլեմենտի տեքստին, այն անցնում է նշված էլեմենտին։ Label tag-ի for ատրիբուտի արժեքը պետք է լինի հավասար կապակցված էլեմենտի ID ատրիբուտին, որպեսզի կապի դրանք միմյանց։ Ստորև նշված է օրինակ եւ մենք կարող ենք այս օրինակը դիտել նաեւ մեր HTML անունով ֆայլից։ Կխոսենք նաև iframe-ների մասին, որոնք օգտագործվում են ցուցադրելու web edge տվյալ web edge-ի մեջ։ Iframe-ն ավելացնելու սինտաքսն այսպիսին է. գրում ենք iframe, որն ունի source ատրիբուտը, որի արժեքը URL-ն է, եւ այն բացվող եւ փակվող tag է։ Նշենք, որ CSS-ի միջոցով կարող ենք սահմանել iframe-ի բարձրությունը եւ լայնությունը։ Եվ iframe-ը կարող է օգտագործվել որպես նպատակային տիրույթ լինքի համար։ Ստորև նշված է սինտաքսը։ Կա ատրիբուտ, որը թույլ է տալիս սահմանել մի շարք սահմանափակումներ iframe-ի պարունակության համար եւ այդ ատրիբուտի արժեքը դատարկ թողնելու դեպքում կվերագրվի բոլոր սահմանափակումները։ Սակայն նշենք, որ web կայքերի անվտանգության համար iframe-ը պետք է արգելված լինի։ Կայքերի անվտանգությունն անցնելիս մենք այս մասին դեռևս նորից կխոսենք։ Խոսենք URL կոդավորման մասին։ URL-ները կարող են ուղարկվել ինտերնետով միայն օգտագործելով ASCII սիմվոլների բազմությունը։ Քանի որ URL-ները հաճախ պարունակում են սիմվոլների ASCII բազմությունից դուրս սիմվոլներ, այդ պատճառով URL-ները պետք է փոխակերպվեն վավեր ASCII ֆորմատի։ URL encoding-ը փոխակերպում է սիմվոլները այն ֆորմատի, որը կարող է փոխանցվել ինտերնետով։ URL encoding-ը փոխարինում է ոչ ASCII սիմվոլները տոկոսին հաջորդող 2 հեքսադեցիմալ թվերով։ URL-ները չեն կարող պարունակել բացատներ։ URL encoding-ը սովորաբար փոխարինում է բացատը պլյուս նշանով։ Encoding-ի օրինակ մենք կարող ենք տեսնել հետևյալ հղումով։ Կարող ենք տեղափոխվել նշված հղումով եւ տեսնել։ Առաջարկում եմ այստեղ այս ամենի մասին ավելի լայն ինֆորմացիա ստանալ։ Նշենք նաև, որ JavaScript-ում, PHP-ում կան ֆունկցիաներ, որոնք կարող են օգտագործվել URL-ները կոդավորելու համար։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։